Բարի երեկո, եթերում Արտֆոկուսն է։ Սեպտեմբերին պաշտոնապես վերաբացվեց Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի մանկական արվեստի թանգարան իր իրական պատմական տարածքում։ Վերանորոգման, ֆունկցիոնալ առումով վերաիմաստավորման եւ վերազինման աշխատանքներից հետո Գեղագիտության ազգային կենտրոնն այսօր ներկայանում է նոր շնչով եւ նոր հնարավորություններով։ Կենտրոնում այսուհետ ոչ միայն կարելի է ծանոթանալ երեխաների ստեղծած արվեստի գործերին, այլև ինքնուրույն ստեղծագործել։ Կենտրոնն ունի հստակ եւ հավակնոտ առաքելություն ստեղծելու նորարարական, ներառական եւ բազմաֆունկցիոնալ մշակութային եւ կրթական տարածք, որտեղ տարբեր տարիքի մասնագիտությունների եւ հետաքրքրությունների տերմարդիկ կարող են արտահայտվել եւ զարգանալ արվեստի փոխակերպող ուժի միջոցով։ Ակտիվ փոխակերպվող Գեղագիտության ազգային կենտրոնի ծրագրերի եւ նախագծերի մասին կխոսենք կենտրոնի տնօրեն, փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Վահան Բադալյանի հետ։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, Վահան։ Ես կարծում եմ, որ այս թանգարանի վերաբացման հետևում երևի երկար տարիների աշխատանք է թաքնված եւ ըստ էության այս հաղթանակը հավանաբար համենայնդեպս բյուրոկրատական առումով հեշտ չի տրվել ձեզ։ Խնդրում եմ խոսենք թե Գեղագիտության կենտրոնի, թե նաև մեր հասարակության համար այս փաստի, թանգարանին տարածք վերադարձնելու փաստի նշանակության մասին։ Սիրով, ես էլ եմ շնորհակալ այս առիթի համար։ Այո, իսկապես մեծ իրադարձություն է կարող եմ ասել, որովհետև Գեղագիտության ազգային կենտրոնն ինքնին սկսվել է այդ մանկական արվեստի թանգարանի հիման վրա։ Դեռ 78 թվականին, 1970 թվականին պատկերասրահն է բացվել, որը հետագայում թանգարան է դարձել եւ Գեղագիտության ազգային կենտրոնի գաղափարը հենց ծնվել է մանկական արվեստը պրոպագանդելուց հետո։ Այո, ճիշտ նկատեցիք, 2.5, նույնիսկ 3 տարի տևեց այս process-ը, որովհետև եթե հիշում եք, Սայաթ-Նովա փողոցի կողմից թանգարանն անտեսանելի էր։ Այո։ Կոմերցիոն տարածքներ կային, process-ը երկար գնաց բարդություններով, բայց իմ տեսլականը եւ ցանկությունը շատ ուժեղ էր ու շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այդ ճանապարհին աջակցեցին ինձ այդ գաղափարը իրագործելու հարցում։ Ազատվեցինք կոմերցիոն տարածքներից, որոնց հետ տարբեր տեսակի իրավական պայմանագրերով էինք կապված եւ այլն, որոշակի շրջան դա տևեց, հետո նաեւ գտանք աջակիցներ, հովանավորներ, ովքեր որ մեզ հավատացին, ուզում եմ անպայման շնորհակալություն հայտնել նրանց, դա Հովնանյան ընտանիքի հիմնադրամն է եւ նաեւ կատապուլտ ծրագիրը, որը հովանավորվում է Եվրոպական միության կողմից, իրենց շնորհիվ ստեղծել ենք մի շատ հետաքրքիր արվեստային տարածք, որը թանգարանում է գտնվում, որտեղ կարող ենք նաև արվեստ տեսնելուց բացի արվեստ ստեղծել։ Իսկ Հովնանյան ընտանիքի շնորհիվ վերանորոգեցինք ամբողջ լուսային համակարգը, բոլոր կոմունիկացիաները թարմացվել են, առաջ մեծ խնդիրներ կային թանգարանում խոնավության, պահպանման հետ կապված, ներառական է դարձել տարածքը, որովհետև ունենք արդեն վերելակ, որի շնորհիվ հաշմանդամություն ունեցող այցելուները նույնպես կարող են օգտվել թանգարանից եւ ովքեր այս ընթացքում արդեն այցելում են, միշտ ասում են, որ շատ լուսավոր, ջերմ եւ ստեղծարար միջավայր ենք ստեղծել, նոր դիզայն է արված, նաեւ ցուցադրությունն է նոր կոնցեպտով կազմակերպվել։ Այո, խոսենք խնդրում եմ նաև ցուցադրության մասին, որովհետև ներկայացված են թե այսօր Գեղագիտության ազգային կենտրոնի սաների աշխատանքները, թե այսպես ասած ոսկե ֆոնդը, այն երեխաների աշխատանքները, ովքեր տարիներ առաջ եղել են Գեղագիտության ազգային կենտրոնի սաները, հետաքրքիր է այսօր օրինակ հանրահայտ ստեղծագործողների գործեր ունեք, օրինակ գիտեմ, որ Հենրիկ Իգիթյանը եղել է Տիգրան Ձիթողցյանի առաջին ցուցահանդեսի համադրողը եւ այդ ցուցահանդեսը տեղի ունեցել Գեղագիտության ազգային կենտրոնում։ Շատ ճիշտ է, այո, մենք մի սրահ ունենք, որը կոչվում է Ոսկե ֆոնդի սրահ,
եւ այդտեղ այո պահպանված են Տիգրան Ձիթողցյանի 12-13 տարեկան հասակում ստեղծած 7-8 աշխատանքներ, Ինքնատիպ, այո, երկրաշարժից, այո, ունենք Նորա Հակոբյանի աշխատանքները մեր կոլեկցիայում, Հասմիկ Սևումյանի աշխատանքները կան, շատ հետաքրքիր կենսագրություն ունեցող արվեստագետների մանկական աշխատանքները այո մեզ մոտ են եւ այսպեսի մի գաղափար ունեմ առաջիկա տարվա մեջ կազմակերպել մի ցուցադրություն, որտեղ որ այդ արվեստագետների այժմյան ստեղծած աշխատանքները կլինեն եւ մանուկ հասակում իրենց ստեղծած աշխատանքները փորձենք համադրել եւ ցույց տալ թե մարդը մանկությունից մինչեւ իր մեծ տարիքը ինչ ճանապարհ է անցել արվեստում։ Ինչպես նշեցի, առանձնացումներ են կարել, այո, եւ ցուցադրության մեջ կան հենց առաջին տարիների աշխատանքներ, որոնք որ եղել են 78 թվականին ցուցադրված, եւ կան այսօր մեր կենտրոնում սովորող երեխաների աշխատանքներ, դա ինձ համար սկզբունքային էր, որ թանգարանը ոչ միայն ցուցադրի 20-30 տարի առաջ ստեղծված աշխատանքներ, այլ այսօրվա մեր երեխաներն էլ հպարտանան իրենց գործերով եւ այցելուները տեսնեն, թե այսօր ապրող երեխաները ինչ նոր ստեղծարար մտքեր ունեն եւ ինչ ինքնարտահայտումներ են ունենում։ Այդպես։ Իսկ հետաքրքիր է ինչ ձևաչափ են ունենալու ժամանակավոր ցուցադրությունները, որովհետև դրանք անբաժան մասն են գեղագիտության ազգային կենտրոնի, այսպես ասենք առօրյայի, հա, հետաքրքիր է նաև ժամանակավոր ցուցադրությունների կոնցեպտը փոփոխվելու է այս նաև նոր տարածքի ստեղծման շնորհիվ։ Անշուշտ մենք պարբերաբար կազմակերպում ենք ցուցադրություններ մեր կենտրոնում սովորող երեխաների տարբեր թեմաներով, հոբելյաններին առնչվող, որոշակի ընտրված թեմայի շուրջ են երեխաները աշխատում, օրինակ այս տարի երեխաները աշխատում են թատրոն թեմայի շուրջ եւ ես կարծում եմ մյուս տարի ամռանը կունենանք մի հետաքրքիր ցուցադրություն բազմա տեսակ բազմոլորտ, այո, որը կցուցադրվի հենց Սայաթ-Նովայ փողոցի կողմից գտնվող մեծ սրահում։ Այդ սրահը մենք դիտարկում ենք փոփոխվող ցուցադրությունների կոնտեքստում նաև, այժմ այնտեղ Սասունցի Դավիթ նախագիծն է ներկայացված, իսկ առաջին հարկում կամ նկուղային հարկում գտնվող ցուցասրահներում արդեն մեր հիմնական ցուցադրությունը կլինի։ Սասունցի Դավիթով որոշեցինք բացել, որովհետև տարիներ առաջ էլի բազմոլորտ տարբեր տեխնիկաներով արված աշխատանքներ կային հրաշալի այդ թեմայի շուրջ եւ կարծում եմ հանրությունը առիթ չէր ունեցել ամբողջությամբ դա տեսնելու եւ սա լավ առիթ էր մեկ անգամ եւս վերհիշելու այդ աշխատանքը ու նմանատիպ շատ նախագծեր կան, որ նախկինում արվել են եւ ցավոք սրտի երկար ժամանակ չեն ցուցադրվել։ Գուցե նաեւ այլ խորհուրդ էլ կար, հա, Սասունցի Դավթով բացելու։ Շատերն են հարցնում դրա մասին, ինչու ոչ, այո, մեր ազգային էպոսին անդրադառնալը միշտ արդիական է եւ երեխաների աչքերով ստեղծված աշխատանքները վստահաբար նոր մտածելու տեղիք են տալիս այցելուներին, նոր տեսանկյունից են բացահայտում, հա, իրենց համար մեր էպոսը, կարծում եմ, որ նաև ինչ-որ իմաստով, սիմվոլիկ իմաստով լավ էր այդպես բացել թանգարանը։ Գիտեմ, որ նախատեսում եք նաև թանգարանի միջազգային բաժնի բացում, հա, ինչ նոր հնարավորություններ կընձեռի գեղագիտության ազգային կենտրոնին այս բաժնի բացումը, նաև գուցե արդեն սկսել եք համագործակցություններ այլ երկրների, հա, այդ նույն ուղղությամբ աշխատող, հա, մանկական թանգարանների, մանկական կենտրոնների հետ աշխատանքը։ Պետք է ասեմ, որ թանգարանը արդեն իսկ ունի շատ հարուստ միջազգային ֆոնդ, շուրջ 120 երկրների երեխաների աշխատանքներ կան մեզ մոտ։ Իհարկե դրանք էլի հավաքվել են 1980-ական, 90-ական թվականներին, բայց այս վերջին 5 տարիների ընթացքում մենք առիթներ արդեն ունեցել ենք տարբեր կառույցների հետ միջազգային համագործակցություններ ձևավորել, տարբեր փառատոների հետ կապեր ունենք եւ հիմա նաեւ այդ ուղղությամբ ենք աշխատում, որպեսզի նաեւ ժամանակակից գործեր գան թանգարան եւ մեր ֆոնդը համալրվի նոր աշխատանքներով։ Դա մեր թանգարանի գանձարանն է, կարող եմ ասել, որովհետեւ համարյա թե երկիր չկա, որտեղից երեխաների փայլուն աշխատանքներ չունենանք եւ կարծում եմ հունվար-փետրվար ամիսներին արդեն այդ բաժինն էլ կբացվի հանրության համար ու այդ ժամանակ արդեն թանգարանը ամբողջական իր փայլով կներկայանա հանրությանը։
Նախաբանում նշեցի, որ թանգարանը ոչ միայն տարածք է, որտեղ կարելի է դիտել, արվեստ, մանկական արվեստ, այլև ստեղծագործել, կխնդրեմ նաև այս ձևաչափի մասին խոսել։ Այո, մենք ստեղծել ենք մի ունիվերսալ արվեստանոց, որտեղ առանց տարիքային սահմանափակման յուրաքանչյուր մարդ կարող է գտնել տարբեր տեսակի աշխատարաններ եւ արվեստով զբաղվելու իր այդ մղումը բավարարել, շաբաթ-կիրակի օրերին կամ շաբաթվա օրերին երեկոյան։ Այդ տարածքում նաեւ մեզ մոտ նախատեսում ենք ունենալ տարբեր տեսակի շնորհանդեսներ, գրքի ընթերցումներ, այդպես մշակութային հաբ ենք ուզում ստեղծել։ Ունենք նաեւ գրադարան, որ դեռ գրախանութի ֆորմատով է աշխատում, բայց շատ շուտով նաեւ գրադարանային տեսանկյունից էլ կաշխատի, այսինքն մարդիկ կարողանան գրքեր վերցնել, տանել, ուսումնասիրել եւ վերադարձնել։ Այն հանրային է լինելու։ Այո, այն հանրային է լինելու եւ հիմնականում արվեստին նվիրված գրքեր են այնտեղ ունենալու։ Լսել եմ, որ նաեւ Գեղագիտության ազգային կենտրոնում տպագրված ալբոմներն եք ցուցադրելու։ Պարոն Նիգիցյանի կյանքի ընթացքում նա բազմաթիվ գրքեր է հրատարակել, որոնք ցավոք սրտի ոչ այնքան լավ պայմաններում էին պահպանվում։ Հիմա հանել ենք բոլորը նկուղներից եւ այո, ովքեր որ հետաքրքրված են կարող են գալ, տեսնել, օգտվել, ձեռք բերել այդ գրքերը։ Կարծում եմ, որ շատ կարեւոր ժառանգություն է այդ գրքերում եւ 60-ական, 70-ական թվականների մեր արվեստագետների ալբոմները կան իր կողմից համադրված եւ ստեղծված։ Մինաս Ավետիսյանի մասին շատ հայտնի մի գիրք կա, որի հեղինակն է ինքը, նաեւ այդ գիրքը էլի կա մեզ մոտ, մի խոսքով, եւ նաեւ կան գրքեր, որտեղ որ երեխաների իլյուստրացիաներն են, հեքիաթների մեր Հովհաննես Թումանյանի եւ ժողովրդական նույն Սասունցի Դավիթ էպոսը կա նկարազարդված երեխաների կողմից, Աստվածաշունչ ունենք նկարազարդված երեխաների կողմից, այսինքն բավական հարուստ հրատարակչական գանձարան ունենք։ Անդրադառնանք Գեղագիտության ազգային կենտրոնին, ինչ ուղղություններով է այսօր զարգանում կենտրոնը, ինչ փոփոխություններ կան, գուցե նաև ծրագրային, հաշվի առնելով նաև ցուցադրական նոր տարածքի ստեղծումը եւ վերաբացումը։ Պետք է ասեմ, որ այս տարին շատ հագեցած էր տարբեր նախագծերով, շատ միջազգային կապեր ենք ստեղծել, հյուրեր ենք ընդունել այս տարի, կենտրոնը արդեն 3 տարուց ավել է մշակութային խաչմերուկ նախագիծն է իրականացնում, որի շրջանակներում հյուրընկալում ենք արվեստագետներ տարբեր ոլորտների, շատ տարբեր երկրներից եւ մասնավորապես մեր հարևան երկրներից, Վրաստանից եւ Իրանից, իրար ճանաչելու համար, նաեւ Հայաստանը ճանաչելի դարձնելու եւ պետք է ուրախությամբ ասեմ, որ այս նախագիծը եւ հյուրընկալվող արվեստագետները հետո շղթայական ձևով նոր նախագծեր են ստեղծում, պարբերաբար այցելում են։ Եվ այդ հետաքրքիր այցելություններից մեկն էլ կապված է մեկ այլ նախագծի հետ, որ այս տարի իրականացրեցինք, դա կոչվում է Թատրոնը դասասենյակում, որն իրականացրեց շվեյցարացի դրամատուրգ եւ ռեժիսոր Լյուսիեն Հոգը։ Երևանում եւ Գյումրիում նա ստեղծեց մի ներկայացում, որը խաղացվում է դպրոցում դասասենյակում դասի ժամանակ եւ խաղացվում է թինեյջերների կողմից, պատանիների համար, ինքը քանի որ մի քանի տարի առաջ էստեղ էր, լավ ծանոթացավ միջավայրին, խոսեցինք այն խնդիրների մասին, որոնք կարող են հուզել մեր պատանիներին եւ գրեց մի հրաշալի պիես, որտեղ անդրադառնում են այդ տարիքի երեխաների, պատանիների միջանձնային խնդիրներին, մեր հասարակության մեջ տարածված խնդիրներին եւ երեխաները պետք է ասեմ փայլուն աշխատանք արեցին, որովհետեւ մեկ ամսում եւ Երևանում եւ Գյումրիում նոր ներկայացում ստեղծվեց ու ես զարմացած էի, թե ինչ ոգևորությամբ ընդունվեց դա դպրոցներում ու զգացինք, թե երեխաները որքան էին կարոտ նմանատիպ բաց խոսակցության, իրենց հուզող խնդիրները ուղիղ լսելու, հետո քննարկելու։ Մեր հաղթանակներից մեկն է վստահաբար այս նախագիծը այս տարվա, դրա համար ուզեցի անպայման շեշտել եւ կարծում եմ, որ ինքը շարունակական կլինի, որովհետեւ եւ ֆորմատն է նոր մեր իրականության համար եւ արձագանքն էլ շատ դրական եղավ եւ հիմա շատ դպրոցներ անդադ գրում են, արդյոք կարող ենք էլի այս ներկայացումները ունենալ։ Այդ անսպասելիության զգացողությունը, որ իրենք գիտեն, որ մաթեմատիկայի դաս է, բայց հանկարծ ինչ որ
այլ աշակերտներ են մտնում դասարան ու սկսում են ինչ-որ մի իրավիճակ ներկայացնել, շատ հետաքրքրել էր երեխաներին։ Թեմաները շատ արդիական են, մեծ մոտ էլ, ամենտեղ էլ արդիական են բուլինգը հիմնականում, որովհետև հիմա շատ են թեկուզ արտակնի, խոսքի ամենի բուլինգի են ենթարկում, չգիտես ինչու։ Շատ հետաքրքիր էր նաև մոտեցումները, որ դասարանում էինք աղում ու հանդիսատեսը մեր դիմաց էր։ Իմ համար գլխավոր յուրահատկություններից այն էր, որ մենք շփվում էինք անգլերենով եւ դա մեզ հնարավորություն տվեց մտածել անգլերենով, ելքեր գտնել ներկայացվել ինչ-որ բաներ փոխելու անգլերենով, ոնց որ ավելի զարգացնել մեր միտքը։ Աշխատելու ժամանակ ես հասկացա, որ ինքը այնպես անում, որ մենք չզգանք այդ ռեժիսոր եւ դերասան սահմանը։ Ես երբ իր հետ խոսում եմ, իմ մոտ մեծ բարություն չի սկսում, որ ես խոսում եմ ինչ-որ ուսուցչի հետ։ Ես այնպես տպավորություն եմ ստացվում, որ ես խոսում եմ իմ ընկերոջ հետ ու ինքը խորհուրդներ է տալիս որպես իր ընկերոջ։ Այս պահին պետք է ասեմ, որ ներառականության թեմայով արվեստի դպրոցի ուսուցիչների վերապատրաստման դասեր ենք իրականացնում մեր շվեդ գործընկերների հետ եւ Շվեդիայից մի հրաշալի մասնագետ ունենք, որ հենց այս օրերին աշխատում է մեր ուսուցիչների հետ։ Նաեւ նոր բեմադրություններ գուցե լինեն։ Հետագա հերահար նպատակը այո ստեղծել նոր բեմադրություններ, բայց այս պահին փորձում ենք ուսուցիչներին օգնել, գործիքներ տալ, թե ինչպես աշխատեն խառը հաշմանդամություն ունեցող եւ չունեցող խմբերի երեխաների հետ եւ պատանիների հետ ողջավորությունից ուսուցիչների երևում է, որ շատ օգտակար աշխատանք ենք անում եւ սա այն ուղղություններից է, որ ես ինձ համար որդեգրել եմ 15 տարի առաջ եւ փորձում եմ մաքսիմալ եւ իմ գիտելիքներով կիսվել եւ փորձով կիսվել եւ ես պիտի ասեմ, որ մեր բոլորի համատեղ ջանքերով տեսնում եմ, որ եւ դրսից եկած էքսպերտներն են ասում, որ հսկայական փոփոխություններ կան այդ իմաստով։ Իսկ ինչ նոր գաղափարներ են բերել շվեդ գործընկերները հետաքրքիր, որոնք նաև հետաքրքիր կլինեն մեր հեռուստադիտողին հասարակությանը։ Օրինակ Վերան, ով նմանատիպ մի ընկերության գեղարվեստական ղեկավար է եւ խորեոգրաֆ, շատ մանրամասն վարժանքներ եւ տարբեր տեսակի հմտություններ է տալիս մեր ուսուցիչներին, թե ինչպես խմբում ճանաչելի դարձնել բոլորին, հա, ինչպես մտերմացնել, իմացությունն է բարձրացնում, հա, տարբեր տեսակի արվեստային կոմպոնենտներ ունեցող գործիքները ինչպես օգտագործել, ինչպես գեղանկարչությունը կամ երաժշտությունը օգտագործել ներառական միջավայր ստեղծելու համար։ Կերպար փաստորեն, հա, կերպարը ներկայացնելու։ Այո, օրինակ խորեոգրաֆիա ստեղծելու համար այսօր հենց դասի ժամանակ տեսա, որ լուսանկարներ է ցույց տալիս, որտեղ բնության տարբեր պատկերներ են եւ ուսուցիչը ներշնչվելով այդ պատկերից ինչպես է շարժում ստեղծում եւ հետո այդ շարժումը փոխակերպում օրինակ խորեոգրաֆիկ մի պատկերի, հա։ Այսինքն օգնում է ուսուցիչներին մեկ այլ տեսանկյունից նայել ստեղծագործական process-ին, որովհետև ներառականության պարագայում իսկապես պիտի քո մտածողությունը եւ աշխարհայացը կարողանաս շատ ճկուն դարձնել, այո, տարբեր տեսանկյուններից դիտարկել խնդիրը եւ ամենակարևոր բանը, որ անցյալ օրը ես էլ էի ասում դասի ժամանակ, երջանկություն ապարգևել մարդկանց, որովհետև արվեստով զբաղվելը կապ չունի դու հաշմանդամություն ունես թե չունես, միշտ պիտի քեզ երջանկության ֆլյուիդներ փոխանցի եւ դու քո ինքնահարտահայտումը արվեստի միջոցով երջանկության մեջ տեսնես, հա, այսպես ասենք։ Բազմաթիվ են նախագծերը, հիմա երևի ժամանակը չի հերիքի, որ բոլորը թվարկեմ, առաջիկայում ամանորն է մոտենում եւ մեր մանկական թանգարանում եւ փոքր թատրոնում էլի թեյախմության սեղանի շուրջ Ձմեռ կհրավիրի հանդիսատեսին, թանգարանում մի շատ հետաքրքիր գաղափար ենք փորձում իրագործել, նախագիծը կկոչվի Հեքիաթներ թանգարանում, այսինքն այցելուները տարբեր սրահներով անցնելիս հանկարծ կհանդիպեն կենթանացող հեքիաթների, տարբեր ժողովուրդների, հանրահայտ հեքիաթների, կարծում եմ, որ դեկտեմբերի վերջին հունվարի սկզբին արդեն դա էլ կսկսի մեր թանգարանում աշխատել այդ նախագիծը, վարպետության դասեր են սպասվում մեր արվեստային
տարածքում, այո, այս պահին ունենք Շվեյցարիայից արվեստագետ Ֆրանց Բրուլհարտը, ով մեզ հետ է արդեն 3 տարի, եւ այստեղ պատանիներին եւ երիտասարդներին օգնում է իրենց ստեղծագործական ուրույն ձեռագիրը զարգացնել եւ ձևավորել, շաբաթական 3 անգամ հանդիպում է նրանց հետ եւ աշխատում է այնտեղ։ Մի խոսքով ամենտեղ հետաքրքիր մի բան է տեղի ունենում կենտրոնում։ Պետք է հասցնել հետևել ուղղակի։ Անդրադառնանք նաեւ Գեղագիտության ազգային կենտրոնի մարզային մասնաճյուղերին, որովհետեւ դրանք շատ են եւ նաեւ ակնհայտ է, որ այսօր պետությունը, կառավարությունը ուշադրություն է դարձնում նաեւ մարզային թանգարաններին այն տեսանկյունից, որ վերջերս օրինակ պատկերասրահի տարբեր մասնաճյուղեր են վերանորոգվում, վերազինվում, նոր ցուցադրություններ են այնտեղ ձևավորվում, տարբեր քաղաքներում Հայաստանի, հետաքրքիր է Գեղագիտության ազգային կենտրոնի հանդեպ այս տեսանկյունից հետաքրքրությունը բարձր է եւ ինչ աշխատանքներ են կատարվում։ Մեր բոլոր ծրագրերը, որոնք մենք իրականացնում ենք նաև պետության շնորհիվ, իրենց մեջ միշտ ունեն մարզային այցելությունների կոմպոնենտը եւ այն բոլոր նախագծերը, որոնք ես նշեցի, միշտ տեղի են ունենում բացի Երևանից նաեւ մարզերում, բոլոր արվեստագետները, որոնք գալիս են Հայաստան, անպայման այցելում են մեր ստորաբաժանումներ, հանդիպում են երեխաների հետ, հանդիպում են ոչ միայն մեր կենտրոնի շուրջ հավաքված շահառուների, այլ նաեւ այդ քաղաքում ապրող այլ արվեստագետների կամ ինստիտուցիաների ներկայացուցիչների հետ, այսինքն մենք փորձում ենք նաև կամուրջ լինել այդ իմաստով, լավագույն փորձը բերելու մարզ, մեր մշտական ծրագրերը կան, մարզային մեր բոլոր ստորաբաժանումներում եւ կերպարվեստի եւ երաժշտության եւ թատրոնի հետ կապված խմբակները գործում են, մենք մինչ օրս եւ կարծում եմ միշտ առաջիկա հաստատ տարիներին աջակցելու ենք, որ այդ բոլոր ծառայությունները լինեն անվճար, այսինքն մարզային կրթությունը երեխաների համար անվճար է մեծ մասամբ։ Իմ նախաձեռնությամբ արվեստանոցներ բացեցինք նաև Բերդ համայնքում, սահմանային գոտում, ու պիտի ասեմ, որ փորձը ցույց է տալի եւ բոլորն են խոսում դրա մասին, որ մարզերում ապրող երեխաները յուրահատուկ ձևով տաղանդավոր են եւ գնահատում են եւ գնահատում են այն ամենը, ինչ իրենց հասնում է։ Ես ինքս ամեն անգամ շատ եւ հուզվում եմ եւ ոգեշնչվում եմ եւ զարմանում եմ, թե երևանյան զվարճանքներից, տեխնոլոգիական հնարավորություններից, առատությունից կտրված երեխաները ինչ պայծառություն ունեն իրենց մեջ եւ փորձում եմ մաքսիմալ ամեն ինչ անել, որ հասցնենք իրենց։ Իհարկե մեր հնարավորությունների սահմաններում, եթե աջակցողներ շատ լինեն, ավելի շատ բան կարող ենք անել մարզերում, տարբեր տեղեր կարող ենք էլի բացել ստորաբաժանումներ։ Քանի ստորաբաժանում ունեք այս պահին? 13-ից ավել երևանյաններն էլ միասին 13-ից ավել ստորաբաժանում կա, նույնիսկ հեռավոր Մեղրիում ունենք ստորաբաժանում ու պիտի ասեմ, որ Գյումրիի, Վանաձորի, Գորիսի եւ Մեղրիի ստորաբաժանումները արդեն տարիների պատմություն ունեն եւ այնտեղի աշխատակիցներն էլ իրենց գործը փայլուն ձևով են անում, ավանդույթներ ունեն ձևավորած, հրաշալի մշակութային կենտրոններ են, որոնք որ տեղի բնակչության համար հրաշալի ծրագրեր են անում։ Պիտի այո, փորձենք ամեն ձևով աջակցել մեր մարզային ստորաբաժանումների եւ այնտեղ սովորող երեխաներին։ Իսկ շատ է տարբերվում խմբակների քանակը մարզերում եւ Երևանում։ Տարբերություններ մեծ չկան, մեզ մոտ որոշակի ստանդարտ կա խմբի ձևավորման, յուրաքանչյուր խմբում թե քանի երեխաներ կարող են լինել, բայց պիտի ասեմ, այո, որ արվեստով զբաղվող երեխաների քանակը, ովքեր մեծ ցանկություն ունեն, մարզերում ավելի մեծ է, քան Երևանում, բայց նույն չափումների մեջ են։ Գեղագիտության ազգային կենտրոնը միշտ գործել է որպես փորձարարական լաբորատորիա առանց դոգմատիկ այդպես մոտեցումների, հետաքրքիր այդ տեսանկյունից թե Երևանում թե մարզերում մոտեցումները վերջին տասնամյակի ընթացքում որքանով են փոփոխվել։ Փորձում ենք այդ ավանդույթները իսկապես պահպանել, շատ գայթակղիչ են ժամանակակից տեխնոլոգիաները, նոր տիպի բաները, բայց մենք փորձում ենք արվեստի ավանդական տեսակները պահպանել եւ ինձ համար
կարևոր բաներից մեկը թերևս այն է, որ մենք միջոլորտային կապեր ենք միշտ ստեղծում մեր կենտրոնների հենց ներսում եւ ինչպես նշեցի մյուս տարի թատրոն թեմայի շուրջ ենք աշխատելու, որտեղ կարծում եմ մեր թատրոնները կհանդիպեն մեր կերպարվեստի ստուդիաներին, քանդակագործները կստեղծեն դեկորներ, մոդելավորողները զգեստներ, երաժիշտներ կգրեն երաժշտություն, այսինքն ես ինքս ուզում եմ, որպեսզի կենտրոնի ներսում մաքսիմալ փոխկապակցված աշխատանքներ իրականացվեն, որովհետև ցավոք սրտի տեսնում ենք, որ մեր բոլոր ոլորտները արվեստի առանձին ամեն մեկը իր ոլորտի ներսում է ստեղծագործում, բայց աշխարհում տենդենսները գնում են դեպի փոխհամագործակցությունը, փոխհարստացումը, արվեստի տարբեր տեսակներ հիմա անհնար է պատկերացնել մաքուր ձևերով եւ փորձում ենք նաեւ այդ տենդենսները փոխանցել երեխաներին եւ հետո կարծում եմ, որ մեր իրականությունում արդեն իսկ ունենք կայացած կառույցներ, որտեղ որ նոր տեխնոլոգիաների թվային տեխնոլոգիաների հետ կապված հրաշալի աշխատանք է կատարվում եւ երեխաները կարող են օգտվել այդ ամենից եւ Գեղագիտության ազգային կենտրոնը այս պահին իր առաքելությունը տեսնում է նաեւ այդ լավ ավանդույթները պահպանելու մեջ, հա, տրադիցիոն։ Այնուամենայնիվ կարծում եմ չեք խուսափի եւ բնականաբար չենք խուսափում, այո, ուզեք չուզեք դրանք մուտք են գործելու նաեւ ինձ թվում է կենտրոն եւ պահանջարկը առաջանալու է։ Այո, մեր բոլոր միջազգային էքսպերտները, որոնք գալիս են, իրենք բնականաբար իրենց հետ բերում են նաև միջազգային լավագույն փորձը եւ փորձում են տարածել, բայց երևի թե ճիշտ է, որ ինչ որ մի օր միևնույն է մենք էլ ենք սկսելու ուզած թե չուզած առերեսվելու, հա, ժամանակակից աշխարհի բոլոր թվային եւ գուցե եթե դուք դա անեք բարձր մակարդակով, ինչը սովորաբար անում եք, դա նաեւ կօգնի ժամանակակից, իրապես ժամանակակից բարձրակարգ արվեստի զարգացմանը երկրում եւ օրինակ ազգային պատկերասրահում կհայտնվեն ինչու՞ չէ վիդեոարտի, հա, NFT-ի տարբեր որակյալ դրսևորումներ։ Վստահաբար, ելի վերադառնալով ակունքներին, մի բան եմ ուզում ասել, որ մեր կենտրոնի թերևս ամենակարևոր բաներից մեկը դա երեխայի երևակայությունը եւ իր ստեղծարարությունը մաքսիմալ զարգացնելու եւ այդ անկեղծության ու պարզության մեջ պահպանելու մեջ ենք նաեւ տեսնում մեր առաքելությունը ու ես ուզում եմ նաեւ առիթը օգտագործել եւ շնորհակալություն հայտնել այն բոլոր մասնագետներին, որոնք աշխատել են նաեւ կենտրոնում, ովքեր որ այս առաքելությունը բարձր մակարդակով մինչ օրս կատարում են։ Նվիրյալներ։ Այո, իսկապես նվիրյալներ։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Մանկական թանգարանի վերաբացումը ոչ միայն մշակութային իրադարձություն է, այլև հնարավորություն Հայաստանում մշակութային կրթությունը նոր մակարդակի բարձրացնելու։ Հիշեցնեմ, որ այսօր Art Focus-ում զրուցում էինք Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն ռեժիսոր Վահան Բադալյանի հետ։ Այսօրվա համար այսքանը, ցտեսություն։